Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Զորավոր, քանի որ Նա ամենակարող է։ Աստված զորավոր է արտահայտությունն այնքան տարածված ու հաճախ օգտագործվող արտահայտություն է, որ այսօր այն գուցե կորցրել է իր նշանակությունը քեզ համար, կորցրել է քո կյանքում իր թողած երբեմնի զորավոր ազդեցությունը։ Սիրելի՛ բարեկամ, ի՞նչ ենք մենք պատկերացնում, երբ խոսում ենք զորության մասին։ Գուցե մի հզոր ուժ կամ անկոտրում մղում։ Եվ քանի որ Աստծու զորությունը շատ կողմեր ունի, այդ պատճառով էլ առաջարկում եմ, որ առաջիկա 7 օրերին միասին բացահայտենք Տիրոջ զորության այդ կողմերը։ Ահա դրանցից մեկը, որի մասին մեզ հայտնում է Աստվածաշնչի առաջին գիրքը. «Աստված ամենակարող է»։ «Երբ Աբրամն 99 տարեկան եղավ, Տերը երևաց Աբրամին և ասաց նրան. «Ես եմ Ամենակարող Աստվածը, իմ առաջ քայլի՛ր և կատարյալ եղի՛ր։ Ես իմ ուխտն եմ դնելու իմ և քո միջև և անչափ բազմացնելու եմ քեզ»։ Ահա թե ինչպես է Աստված ներկայանում Աբրահամին, երբ նրան տեղեկացնում է այն զորավոր ապագայի մասին, որը սպասվում էր նրան։ Նա ամենակարող Աստված է։ Ինչպե՞ս կարող էր Աբրահամի նման ծեր մեկը ազգերի հայր դառնալ, որի սերունդների թիվը համեմատվելու էր երկնքի աստղերի հետ (տե՛ս Ծննդոց 15:5 խոսքը)։ Իրականում Աստված անձամբ էր արել այս զարմանալի ընտրությունը։ Գրեթե 1 դար ապրած տարեց մի տղամարդ պետք է խոստման որդի ունենար, որը անթիվ ու անհամար սերունդ էր ապահովելու նրան։ Եռանդով ու ուժով լի բոլոր մարդկանցից Աստված հենց այս ծեր մարդուն գերադասեց։ Աստված տկարներին գերադասում է ուժեղներից, որպեսզի ցույց տա Իր փառքը, որպեսզի մենք հասկանանք Նրա ամենակարողությունը և միայն Նրան տանք ողջ փառքը։ «Բայց Աստված ընտրեց նրանց, որոնք այս աշխարհում հիմարներ են կարծվում, որպեսզի իմաստուններին ամաչեցնի. իսկ աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որպեսզի հզորներին ամաչեցնի» (Ա Կորնթացիս 1:27)։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված այսօր քեզ կանչում է դառնալու Իր աշակերտը, Իր կամքը կատարող ծառան, և գուցե դու ինքդ քեզ ասում ես. «Ես այնքա՜ն տկար եմ, ես շատ սխալներ ունեմ, ես արժանի չեմ, ինձնից ավելի զորավորներն ու խելացիները կան» և այլն։ Կարծում ես Աստված սխալվե՞լ է քեզ ընտրելու հարցում, կամ արդյոք Նա ընդհանրապես սխալվո՞ւմ է Իր ընտրություններում։ Ո՛չ, իհարկե ո՛չ։ Թույլ տուր, որ Աստված զարմացնի քեզ Իր ամենակարողության զորությամբ։ Տերը ուզում է փառավորվել քո կյանքում և քո միջոցով։ Աբրահամի նման դու նույնպես բարձրացրու աչքերդ դեպի Աստղաշատ երկինքն ու ինքդ քեզ հիշեցրու, որ Աստծու համար չկա անհնարին ոչինչ։ Անկախ քո տկարություններից ու թերություններից, քո մասին ունեցած քո իսկ պատկերացումներից, քո տարիքից ու ընտանեկան կարգավիճակից, քո անցյալից կամ բնավորության գծերից, Աստված կամենում է զորավոր կերպով օգտագործել քեզ Իր փառքի համար, քանի որ Նա ամենակարող Տեր է։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։